Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել հնարավորը նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։ Նա նշել է, որ խոսքն ինչպես միջնորդի դեր ստանձնելու, այնպես էլ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։ Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Թուրքիայի անկեղծ հետաքրքրությունը հասնելու Ուկրաինայում արդար, կայուն և երկարաժամկետ կարգավորման։ Դիվանագետները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, զարգացումները Սևծովյան տարածաշրջանում, անդրադարձ է եղել Կովկասին և Ասիային։ Լավրովի խոսքով Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են սերտորեն գործակցել Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում։ Ֆիդանը տեղեկացրել է, որ քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սա շատ կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում խաղաղության համար, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերն ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք է խոցվել, թիրախում են հայտնվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Օրիոլի, Տամբովի, Տուլայի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սևծովերի տարածքները։ Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանում։ Հրդեհ է բռնկվել նաև Մերձմոսկովյան էլեկտրոստալի տարածքում կան տուժածներ։ Կրասնոդարի երկրամասում ևս նավթաբազա է վնասվել։ Բրյանսկի շրջանում կան զոհեր։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ լավ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գուցե կարողանանք ինչ-որ բան անել, կարծում եմ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները բաց են դրա համար։ Ռուսաստանը պետք է գործարք կնքի, Ֆրանսիայում G7-ի շրջանակում հայտարարել է ԱՄՆ նախագահը, հավելել, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի հարցը լուծելուց հետո անցնելու են ուկրաինական ճգնաժամին։ Նաև լուրեր են շրջանառվում, որ Թրամփը Ֆրանսիայում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ G7-ի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին։ Անդրի Սիբեհան շնորհավորել է Մարկո Ռուբիոյին Իրանի հետ գործարքի կապակցությամբ, հույս հայտնելով, որ այսուհետ Վաշինգտոնը կվերսկսի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը։ Սիբիհան հավելել է, որ Ռուբիոյի հետ քննարկել են խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները։ Հայտարարություններով է հանդես եկել Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ G7-ի գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու հրավերը պաշտոնապես չեն ստացել։ Նա կրկնել է, եթե Կիևը լուրջ է տրամադրված և ցանկանում է պատասխանատու երկխոսություն, ապա ամեն պահի կարող է այցելել Մոսկվա։ Պեսկովը հավելել է, որ այժմ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ շփումներ չկան։ Բելարուսի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելն անթույլատրելի է, դրանից ավելի շատ վնաս կլինի, քան օգուտ։ Բելարուսը շատ խոցելի է ռազմական առումով, քանի որ ուկրաինացի զինվորականների ափի մեջ է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ կենսապահովման մեր հիմնական օբյեկտները, արտադրական և լոգիստիկ, հարվածի տակ են հայտնվելու, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հավաստիացրել է, որ Ուկրաինան որևէ առիթ չունի Բելարուսից վախենալու համար։ Մեկնաբանելով Զելենսկու հասցեին նախկինում հնչեցրած կոշտ խոսքերը, Լուկաշենկոն չի բացառել, որ ինչ-որ տեղ չափն անցել է։ Բելարուսի նախագահը ներողություն է խնդրել և ընդգծել, որ դա պատասխանն էր Ուկրաինայից հնչող հայտարարություններին և սպառնալիքներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։